Հայաստանը պատրաստում է հյուրընկալել 2026-ին կայանալիք կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը COP17, որին կմասնակցեն ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Մինչ այդ մեր երկիրը կմասնակցի Բրազիլիայում կայանալիք COP30-ին։ Հայաստանում կայուն զարգացման համաժողովի շրջանակներում այսօր հավաքվել էին ամենատարբեր ոլորտի ներկայացուցիչներ, քննարկելու թե ինչպես կարող է Հայաստանը համահունչ լինել գլոբալ կայուն զարգացման օրակարգերին, ամրապնդել իր դիրքը որպես բնապահպանական առաջնորդ եւ ձևավորել իր ճանապարհային քարտեզը COP17-ին ընդառաջ։ Մասնակիցներից էր նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի խոսքով կենսաբազմազանությունը կարևորագույն ոլորտ է, որի կորուստները մեծ ռիսկ են առաջին հերթին հանքարդյունաբերության համար։ Հանքարդյունաբերությունը որպես կայուն զարգացման ոլորտ ներկայացնելու համար պետք է տարբեր հարթակներ օգտագործել։ Այսօր այն մարտահրավերները, որ ունի Հայաստանի Հանրապետությունը, այն մարտահրավերները, որոնց մասին խոսում ենք, մասնակցելու ենք Բրազիլիայում COP30-ին, ամբողջ աշխարհը հրավիրում ենք 17-ին, այդ խնդիրները լուծողներից ամենակարևորագույն խաղացողներից մեկը հենց հանքարդյունաբերությունն է։ Ինչպես է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայանալու կենսաբազմազանության մասին համաժողովին։ Մի բան, որ մենք մեր մասով որպես Զանգեզուր պարտավորվենք եւ փորձենք այդ պարտավորությունը ժամանակին հասցնել, իհարկե ժամանակային մեծ խնդիր ունենք, դա հենց այդ COP17-ի խնդիրներին առնչվող միջազգային հաշվետվողականությունը, որ փորձում ենք այս տարի առաջի անգամ անել, ու ելի ցավով պետք է արձանագրեմ, որ կլինենք, եթե հասցնենք, կլինենք առաջինը ու ցավոք սրտի տարիներ շարունակ կմնանք միակը, ու այդ խնդիրը պետք է լուծել։